Բարի երեկո սիրելի հետևորդներ, այսօր դեկտեմբերի 14-ն է, ժամը քաղաքամար Երևանում 22:45 րոպեից, դա նշանակում է, որ դուք Քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում եք եւ ձեզ ողջունում ենք Քաղաքագետ Արամ Ավետիսյանը եւ ես Արթուրս, սիրելի հետևորդներ, սիրելի երևանցիներ, նաեւ ուզում ենք շնորհավորել ձեզ այսօր վարվեցին Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը եւ պետք է խնդրեմ մինչ եթերը սկսելը բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաեւ կիսվեք մեր տեսանյութերով եւ սեղմեք լայք։ Արամ, եւ այսօրվա երեկոն ուզում եմ սկսել շատ հետաքրքիր հրապարակումով, որը տեղադրեցին ադրբեջանական կառավարամետ Մինվալ պարբերականն է հրապարակել, որ Ռուբեն Վարդանյանի գտնվելու կոորդինատները հանձնել է Սամվել Շահրամանյանը հենց անձամբ։ Շահրամանյանը նաև ադրբեջանցի սպաների հետ գործարքի արդյունքում իրականացրել է հայկական դիրքերի զինաթափումը եւ ըստ հրապարակման նա ադրբեջանցիներին է փոխանցել ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե Ռուբեն Վարդանյանը ինչպես է ծրագրել լքել Ղարաբաղը, երթուղին եւ փախուստի պլանը։ Ինչ ես կարծում, այս տեղեկատվությունը կարելի է իրականության արդյոք համապատասխանում է թե ոչ։ Շնորհակալ եմ հարցի համար Արտուր եւ ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին եւ Արտուր, մենք հերթական անգամ, ինչպես ասում են, ճիշտ դուրս եկանք, մենք դեռ ամիսներ առաջ ենք հրապարակել այն տեղեկատվությունը, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը գերեվարվել, չնայած որ Ռուբեն Վարդանյանը մեր աչքի լույսը չի համարվել երբևիցե, որովհետեւ գիտեք, մենք այդպես օլիգարխիայի նկատմամբ որոշակի սեր չունենք, նաեւ մարկանց, որոնք որ որոշակի ֆինանսական այդպես աֆերիստությամբ են զբաղվել, բայց ինչևիցե որպես մեր հայրենակից, այսպես Ռուբեն Վարդանյանի հետ կապված մենք նշել էինք եւ մեզ ցավ էինք ապրել, որ Ռուբեն Վարդանյանը ուղղակի Մոսկվայում, Կրեմլում մի քանի չընտրլոյի խելքի ընկավ եւ նա հավատաց ուղղակի ռուսներին եւ նրան շամպես օգտագործեցին եւ ինչպես նաեւ մյուս այդպես ուժերին գործիչներին, որոնց որ ռուսները շամպես օգտագործում եւ հետո վաճառում են թուրքերին, նա այդ ճակատագրին արժանացավ 100 տարի արդեն ռուսական քաղաքականությունը չի փոխվում մեր տարածաշրջանում, բայց հիմա անդառնանք հենց բուն հարցին, ես այսօր կբացահայտեմ, թե Ռուբեն Վարդանյանը առասարակ ում հետ է պայմանավորվել Մոսկվայում եւ ինչպես են նրան գործուղել Հայաստանի Հանրապետությունը, այնուհետեւ Արցախ եւ ինչ ծրագիր կար։ Մինչ այդ դավաճան վիժվածք Շահրամանյան Սամվելին անդառնալը։ Տեսեք, ուրեմն Արտուր, Ռուբեն Վարդանյանը եղել է շատ լավ այդպես գործընկերային հարաբերությունների մեջ Չեմեզով ազգանունով մի ռուսական գործչի հետ, որը որ բարձրաստիճան պաշտոն է Ռուսաստանում, եւ այս Չեմեզովը եւ մի քանի հայ թափթփուկ, նաեւ այդ հայերի մեջ կա նաեւ գեներալ Ռուբեն Վարդանյանին այդպես ձմերուկներ են դրել նրա թևերի տակ եւ ուղարկել են Հայաստան, ապա Արցախ, նշել են, որ դու գնա Արցախում իշխանությունը կվերցնես, կդառնաս Արցախի այդպես նախագահ, հետո կգաս Հայաստանի Հանրապետություն եւ կմասնակցես որպես հերոս ընտրությունների եւ կդառնաս Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ռուբեն Վարդանյանը ունենալով քաղաքագիտական գիտելիքներ, կուտը, ինչպես ասում են, կերավ եւ ուղղակի այդ ռուս թափթփուկների հրահանգով նա հայտնվեց Արցախում։ Թե ինչով էր նա Արցախում զբաղված, ինչ էր փորձում անել, արդեն մեր հայրենակիցները գիտեն, եւ վերջի վերջո, երբ սկսվեց հայերի զանգվածային տարհանումը Արցախից, էթնիկ զտումը, Ռուբեն Վարդանյանը այլևս պետք չէր ռուսական կողմին, որովհետեւ ռուսները այդ օպերացիան շատ այդպես թուրքերի հետ շատ հստակ կերպով կարողացան իրականացնել։ Ես նշեմ, որ այնտեղ գործում էին ռուս խաղապաններ, որոնք որ ոնց հասկացանք իմաստը չկար, այսինքն խաղապանները կային, բայց եղած չեղածի հաշիվ էր։ Նշեմ, այլապես ուղղակի խաղապանները զբաղվում էին բիզնեսով, մնում էր այնտեղ մի հատ էլ սուպերմարկետ բացեին ու փող աշխատային, բայց դա եւս ռուսական քաղաքականության հիմքը համարվում։ Եվ տեսեք, Արտուր, Ռուբեն Վարդանյանը այլևս պետք չէր, որովհետեւ նա օգտագործել էին եւ նա նաեւ վտանգ էր ներկայացնում կրեմլյան այն գործիչների համար, ովքեր որ ուղղակի Ռուբեն Վարդանյանին օգտագործել են եւ հասկանալով, որ Ռուբեն Վարդանյանը հնարավոր է մազապուծ լինի Արցախից հայտնվի Երևանում եւ պատմի թե իրականում ինչ է կատարվում եւ պատմի թե առասարակ Հայաստանի Հանրապետությունում ինչպես են ռուսական որոշակի պրոկրեմլյան ուժեր փորձում հեղափոխություն իրականացնել հեղաշրջում, իսկ դա գիտեք, մենք այստեղ հայտնի գործիչ կա Քոչարյան Ռոբերտի այդպես անուն ազգանունով, որը որ համարվում է ռուսական այդ ուժերի քութիկը, ճուտը, այս կոնտեքստում արդեն Ռուբեն Վարդանյանը պետք չէ համապատասխան ուժերին եւ Սամվել Շահրամանյանի
միջոցով ուղղակի նրան հանձնեցին եւ նա գերեվարվեց։ Իսկ ինչ վերաբերում է այդ հրապարակմանը, ես չեմ կարող ասել Արտուրի հրապարակումը 100% ճիշտ է, թե չեմ էլ ուզում հղում անեմ այդ կայքին, ես նշում եմ այն տեղեկատվությունը, որը որ մենք ունենք եւ ստացել ենք եւ բացահայտել ենք, որ Շահրաման Սամվելը ուղղակի նա Արտուրն է դավաճանը, նա իրավունք չունի այսօր այդպես շրջի Երևանի փողոցներում երաբլուր գնա պղծի այդ սուրբ մեր սրբավայրը։ Շահրաման Սամվելը ոչ միայն Ռուբեն Վարդանինը հանձնել, այլ նաև այն Վանեցյանի խնամիկա է, այն Քոչարյանի Քութիկի են, Քոչարյանի որդու են, Սեյթակի ինգեր են, Կարեն Սարգսյանը, ինչ այն Հայրապետը չկանեք Սարգսյան Գրիշի, որը Օղորմածիկի, որը որ Քոչարյանի անվտանգության այդպես արխանի պետն է եւ մարտի 1-ին կանդադեց Լևոն Տեր-Պետրոսյանի տարավտուն կհիշեք, դրա որդին է, որը որ համարվում է Քոչարյանի թայֆի այդ Ալիևյա Քոչարյանական կլանի անդամ, իսկ մենք նաև նշել ենք, թե ինչպես էին Բակո Սահակյանը եւ մյուսները գերեվարվել հենց Կարեն Սարգսյանը, այդ գեներալ Կարենի տնից, երբ նա ուղղակի սեղան էր գցել, խորոված էր արել, կանչել էր տուն, կուտը տվել էր եւ թուրքերը վերցրել տարել էին ուղղակի, այդ հաղորդումը կա, մարդիկ կարող են դիտել Բակո Սահակյանի եւ մյուսների հետ կապված, իսկ ինչ վերաբերում է Շահրաման Սամվելին, Արտուր, մենք ինչից պետքա զարմանանք։ Այսինքն, եթե այս հրապարակումը չլներ, մենք չգիտենք Շահրաման Սամվելը ով է։ Դա Ռուսաստանի եւ Քոչարյանի Ալիևի Քութիկն է, որը որ իրականացրեց ադրբեջանա-թուրքական այդ դարավոր երազանքը։ Գնաց եւ ստանձնեց Արցախի հանրապետության նախագահի պաշտոնը Արտուր եւ ամբողջ աշխարհի այդպես արչեւ ստորագրեց Արցախի լուծարման փաստաթուղթը։ Ու այսօր եկել է ինչ որ մի հատ վիժվածքը ստենդը ոռնում է, երաբլուր է գնում, Արցախի հարցը սենց կանենք, այնպես կանենք։ Համբալ բա դու Ղարաբաղում Արցախում իրարա 100 տանգ է նվեր տվել Թուրքին Արտուր սա։ Ոչ միայն դիրքերի տեղն է ասել, սա Ռուբեն Վարդանինն էլ է հանձնել։ Ռուբեն Վարդանին հանձնել է, որովհետև ռուսները հասկանում էին, որ Վարդան Ռուբենը էշ չի, գալու է Երևան պատմի, թե ինչ է կատարվել, ոնց է նրան օգտագործել այս ամեն ինչում։ Դրա համար Շահրաման Սամվելը մի հատ կհիշեք Արայք Հարությանը ոնց հրաժարական տվեց, ով ստիպեց։ Վիտո ոռնում էին ամեն օր։ Արայիկը պետքա հեռանա, հենա հեռացավ, Արայիկն է մի եսի միշտ չի, մի այնպես չեմ բանի պետքա։ Շարլատանի մեկնել Շուրիկն է, էլի։ Բայց արդյունքում տեսակ, այդ Շուրիկին հանեցին, Շահրաման Սամվելը դարձավ Արցախի նախագահ ու ես կցանկանամ, որ մեր հայրենակիցները հիշեն, թե ինչպիսի շնորհավորական տեսքեր գրել Ռոբերտ Քոչարյանը, այդպես եւ Սերժ Սարգսյանը։ Ոնց էին, կես ժամ շնորհավորում էին Շահրաման Սամվելին։ Վերջ, փրկությունը Արցախից է գալու։ Դե փրկությունը տեսանք 5 ժամ տևեց Արտուր։ Դե Քոչարյանը շամպես վաղուց էր 98 թվին էր փախե Արցախից, այն Սադախլուի առաջ սվիրելով եկել էր զավթել էր Հայաստանի իշխանությունը, ստեր Թարանում։ Ղարաբաղը Թարանը բացել էին։ Եվ իրանց ճուտը, իրանց քութիկը Ռուսաստանի հրահանգով գնաց այդ սև գործը արեց։ Հիմա էլ եկես թե քուչեկը թափառում է։ Ես բազմիցս նշել եմ նա ով է Արտուր։ Նա որ ինքնասիրություն թասիբ նամուս ունենար, 5 րոպե ապրել է արդեն ամոթը նրա կարգավիճակում։ Պատկերացնում եք, պետության ղեկավարը պետությունն է լուծարում։ Լրագրողը հարց է տալիս, ասում է խոխեքին կգայինք կոտորեին։ Լավ արա չես ամաչում դու հարա։ Քո խոխեքը ձեր բջերը այդ կարող է Արցախում էին։ 2020 թվականին արդեն Երևան էիք ուղարկել։ Մենք փաստերը կա արդեն մեր հարգարժան Մարինա Պողոսյանի մոտ, մենք օրերս կհանդիպենք, փաստաթղթեր կան եւ գիտեք ի՞նչն է հատկանշական, որ այդ թղթերում մենք ինֆորմացիա ունենք, որ Արցախում այդպես Բակոյի հատուկ հանձնարարությունով եսի միշտ դեսպան, օգտական, ցած մոտ երևույթներ կան, մարդ կա Երևանում 22 հատ բնակարան է գնել Արտուր։ Երևանում Ղարաբաղցի լինելով։ Բայց փողերով արա։ Բա հենց այդ է հարցը, մեր փողերով Արտուր։ Մենք մեր երեխեքի բելից կդրում, մեր զինվորի բելից կդրում ուղարկում էինք այդ վիժվածքներին, որոնց պայքար մղեն, ֆինանսավորում էինք որպես պետություն։ Այդ կլանին Ստեփանակերտի։ Այդ լրփի տղեկը մեր փողերով գալիս է Արտուր Երևանի կենտրոնում ֆրանսիակ տեսեք ինչեր ունեն։ Արայք Հարությունյանը լինելով Արցախի շրջափակման մեջ գտնվող Արցախի պետության ղեկավար 40 տարում շենքեր էր սարքում Մոսկվայում։
իր այդ ճտերի հետ։ Բայց մեր փողերով չէ, բան փողերով։ Վերջում էլ բանձիկով Արցախը նվեր տվեցին։ Գիշեք ինչ էր կատարում այդ օրերին Արտուր։ Արցախի այդ հիմնադրամի արխիվն էին վառում։ Այո։ Բանակը թողած, տանկերը թողած, զենգզրահը թողած, այդ փող ոնց որ փող էին դուրս գրել, ում էին փոխանցել, այդ թղթերն էին վառում, որ հանգարց մենք չիմանանք, բայց մենք շատ մեծ արխիվ ունենք։ Տիկնակ եւ պարոնայք։ Եւ 30 տարի Արտուր տեսանք սրանք ինչի հասան։ Օգանովսկի, Վիտո, Ջաբրայելի կռիսը, Կովկասյան վագրը, իրանց անուններ էին դրել, ածականներ էին դրել, ինչ-որ հեքիաթներ էին պատմում։ Սա լարկա գործող են սրանք Արտուր։ Քոչյանի թայֆն ինչ պետք է լինի։ Էքերի թայֆը է դա Արտուր։ Սրանց տան մեջ ես բادیցս եմ ասել, եւս մեկ անգամ նշում եմ, սրանց տան մեջ էքերն են հարց լուծում։ Սրանք իրանց կնգա տռուսիկի ռեզինի մեջ էին մտել։ Սրանք կարան պետություն ինչ որ պաշտպանեն Արտուր, այս վիճվածքները։ Սրանք լրփի տղա են դավաճան։ Սրանց պետքա ենթարկենք պատասխանատվության։ Սրանք պետքա համապատասխան քրեակատարական հիմնարկում հայտնվեն։ Պետություն լուծարելու, թալանելու, թշնամու հետ համագործակցելու համար։ Սրանք վիճվածք են։ Այլ տարբերակ չկա։ 30 տարի մեր երիտասարդ սերունդը գնաց մատաղ եղավ այդ հողի ջրի համար, որ սրանք թալանեն վերջում փախնեն գան Երևան, պետությունն էլ լուծարեն Արտուր։ Լավ գոնե արցախցիներին էլ թողեն բախտիկը մահաճի, միտինգի կոչ անեն, որ լավ գոնե վիճվածքներ փախնում եք շամպես։ Պետությունը խի լուծարեցիք։ Գոնե փախնում եք, փախնեք, բայց պետությունը խի լուծարեցիք։ Եվլախում հիշում եք այդ Շարաման Սանվերին։ Վիճվածքի պես շամպես տարան շպրտեցին, կամերան միացեցին, ինչ տվին ստորագրեց։ Բա իրանց շունն է Արտուր, Քոչյանի շունը ինչ պետք է լինի Սերժի շունը։ Այն պորնիկ են, Պարքև Սրբազան կոչված են, որ իրան եսի մունտերներ դրել։ Շուշին թալնեց ու փախավ։ Պորնիկ Պարքև Սրբազան, Շուշի եկեղեցու Սուրբ Ղազան Չեցոցի գանձերը ուր արա։ Կենտրոնական բանկի փողերը ուր է։ Վերցե թրել են Արտուր սրանք։ Մեկը Ամերիկայի է։ Կհիշեք փախավ Ամերիկա, ասում գնացել եմ սիրտս փոխեմ։ Հիվանդ եմ։ Մամուլում նշում է, որ ինքը գնացել է սրտի վիրահատություն տանի, 5 օր հետո լրփի տղու պես նարգիլեն ձեռը, դու պատկերացրու սրտից հիվանդ մարդը նարգիլե է ծխում կաֆեում, բանում, ստրիպտիզ կլուբներում։ Մեծամասնությունը քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում են սրտի վիրահատությունը անում կամ մաքսիմում որ էժան լինի գնում են Վրաստանում են անում, բայց ինքը հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում պետք է աներ։ Հետո էլ ասում են, թե հայ ժողովուրդը խի նման վերաբերմունք ունի հոգևորականների նկատմամբ։ Երբ որ տերտերը վիճվածքի պես ստրիպտիզ կլուբ է գնում, նարգիլա է քաշում, փողա գողանում, գանձերա գողանում, սրանք հավատիդ вообще կապ չունեն Արտուր, սրանց ինչ ասես։ Դե Արամ ջան, եթե մարդը ես պատմեցի, չէ՞ որ քարորիա պատերազմի ժամանակ Ավետ Բարսեղյանի հետ Ստեփանակերտի հետ Մարիոտի դիմացը նստած բերանները բացած ասում խոսում խնդում էին, բան Միշիկը տարել էր, Միքայել Մինասյանը տարել էր, որ զվարճացնեն, բանը եթերա ժամանակ էին լրացնում, անեկդոտներ էին պատմում իրար, բանն անում։ Եվ արա մենք օրերս տեսանք քննչական կոմիտեն Արցախի ներկայացության գրասենյակ էր ներխուժել, ես եւ ինչպես նաեւ բազմաթիվ մեր հեռուստադիտողներ ուրախացանք, մտածեցինք, որ հեսա Սամվել Շահրամանյանին կկալանավորեն, ցավոք սրտի մեր ուրախությունը մի քիչ կարճ տևեց, բայց հուսով եմ հեսա կլրացվի, որովհետեւ այնտեղից համակարգիչներ արգրավեցին եւ քննչական կոմիտեում վստահ են, որ բազմաթիվ հետաքրքիր նյութեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն եւ հաստատ եւս մեկ անգամ կայցելեն Սամվել Շահրամանյանի մոտ, արդեն իրան ոչ մի փաստաբան, ոչ մի տենց ՀՀԿ-ական ու քոչայանական չի օգնել։ Միանշանակ ողջունում ենք քննչական կոմիտեի գործողությունները եւ ես նշեմ, որ սա ուշացած գործողություն է, նախ եւ առաջ պետք է մտնել այդ համապատասխան շենքը, այդ վիճվածքներին շպրտել դուսըտեից, այսինքն Արցախը լուծարել է, եկել ասում է Արցախի ներկայացության շենքը մերն է, պետք է նստենք։ Այդ շենքը իրանք գրավ են դրել։ Դուք տեղյակ եք Արտուր։ Այդ լրփի տղեկը պետական հիմնարկը շենքը գրավադրած են եղել։ Տարել են բանկում գրավ են դրել, փող են վեկարել։ Սրանց ինչ ասես։ Եթե մարդ կարա պետական կառույցը տանի գրավ դնի, բանկից փող քաշի, ասում եմ պետքա մտնեն դրանց շպրտեն դուսըտեից։ Այդ շենքը պետքա պետականացնել։
ախր այդ շենքը կարելի է սարքել նույն արցախցիների համար կամ մեր հայրենակիցների համար ընդհանրապես կարա դառնա հետաքրքիր ակումբ, որտեղ մարդիկ ժամանակ անցկացնեն, միջոցառումներ կազմակերպեն, ասենք, հիշատակի օրեր լինի, ոչ թե գնան նստեն այդտեղ իշխանության զավթելու նիստեր գումարեն, ասենք Գեգամ Մանուկյանին կանչեն այդպես քննարկումներ անցկացնեն, դա պետք է ժողովրդին վերադարձվի այդ շենքը։ Չէ, իրանք այնտեղ ստեղծել են Քոչարյանի քութիկների ворջ Արտուր։ Հավաքվում են, մարդկանց խափում տանում են այդ Արցախի համար ենք պայքարում ու նստած սպասում են թե Քոչարյանը երբ է սրանց հրահանգելու SMS գերելու այս քոսոտներին, որ վազեն հրապարակ միտինգի։ Միտինգ եք անում, գնացեք Բաքու միտինգ արեք, Շահ Սամվել։ Ձեր տեղը է դա, արա։ Ու ես ուղղակի զարմանում եմ, Արտուր, մեկ-մեկ հրապարակումներ եմ նայում։ Այն գեներալ կար մահացական լովա բան չէ, բանը հերոսների դատը Արցախում։ Ես աշխարհի պատմությունը ուսումնասիրել եմ, գերի ինգած գեներալ հերոս մինչև հիմա չգիտեմ։ Այսինքն գեներալների մեծ մասը իրանք իրանք խփել են, գերի չեն ընկե։ Մինչև իրանք խփելն եմ երկու հատ թշնամի են վարի տվել։ Դրանք թասիբ նամուս ունեցող իսկական գեներալներ են եղել։ Սրանք ի՞նչ գեներալ։ Ղազի պես sense ասելիք էլ չկա sense ասես։ Մեն հերոսների դատը ի՞նչ հերոս արա։ Այն շարքայինները, այն մնացածը դրանք իրականում մեղավոր չեն։ Դրանց պատճառով են գերի ինգե, դա կարանք հասկանանք մենք, բայց ռազմաքաղաքական ղեկավարությունը ո՞նց կգնա գերի հանձնվի։ Բա Քոչարյանի դաստիարակացնել այդ պետք է լինի, Արտուր, այդ Քոչարյանի ստեղծած համակարգն է, չէ՞ Սերժի։ Չընթրլոների լրփի տղեկի հավաքածու։ Ասում են վիրավորում է, բա լավ ինչ անեմ։ Հելնեմ հերոս ասեմ, Արտուր։ Լավ բան ասեք, բերեք թողան իրանց այդ արածը, եթե մենք սխալ ենք ասում, թող կողեն աշկս։ Ասեն չես համաչում այդ մարկանց մասի sense բան է։ Դե Արամ ջան, կներողություն ունեն հատուկ մեդիաներ, որոնցով ներկայացնում են արթարների դատը։ Հա, չգիտեմ, ես այդպես վերնագրեր են դնում հատուկ։ Արտուր 30 տարի սրանք հեքիաթներ էին, չէ՞, պատմում։ Հերոսները, հող գրավողները, դուք չգիտեք, ընդ հենց մի հատ ռազմական գործողություն սկսի կհասնեն Բաքու, մեր բանակը, մեր Ռիժիլյովը, չգիտեմ, էսի, չգիտեմ, այնի, Բաքոն, Արկադիկը, այսինքն մտ լեգենդ էին հորիններ, իրանց այդ թափ-թփուկ ռեակցիաներով, չէ՞։ Փողը տալիս են, ասում են գնացեք մեզ հերոս սարքեք։ Բայց մենք սրանց դեմքին ճշմարտություն ենք ասում։ Արտուր սրանք 30 տարի թալանը կեղեքել են հայ ժողովրդին, մեր պետությունը, մեր երկու պետությունը, Արցախը եւ Հայաստանը, բայց այս 30 տարում մենք բացահայտել ենք, որ սրանք իրանց կերանիքից խաբար չեն եղել։ Սրանց տան մեջ էքերն են որոշել, որը որից հետո է։ Ես երբ դա ասում եմ, Արտուր, փաստերով եմ ասում։ Ուղղակի ես չեմ ուզում մտնեմ անձնական դաշտ, հրապարակեմ թե ում կանգան, որ հիանոցում ինչ են արել, ով ոնց է արել։ Ես գեներալ գիտեմ, կնիկ իր ավտոյով գալիս էր Սիրածին վեկանում էր, գնում էին հյուրանոց, գիտեք ինչ անելու։ Հիմա որ վաղ այդ կադրը հրապարակվի, կասեն բանը, Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատ հրապարակեց։ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, որ դուք ձեր կյանքին չեք կարող բավարարեք տեր կայնեք արա, ձեր հարցներին։ Այն մոտ հերոսեր կա, չէ՞, հող գրավող հարցը բանը, Բերթի Սվիդանի բան էր։ Շաբաթը մեկ Բերթ Սվիդանի էր գնում, մինչև այն լոխին իրանով անելը։ Հիմա որ ասենք, կասեն ասում է, բա պետք է ասենք Արտուր, բայց դիժվացներին պետք է իրանց դեմքին ճպսնենք ճշմարտությունը, որ հայ ժողովուրդը տենա որ սրանք ով են եղել, այս թուրքերը։ Սրանք փալաս են, տեապկա են Արտուր։ Դե Արամ ջան, տեապկի պես էլ սրանց տանելու են գցենք պատմության աղբանոց։ Վերջերս բացել չկա։ Ազգային ժողովում էլ դեռ ընդդիմադիր падգամավոր, եթե չեմ սխալվում Նիկոլ Փաշինյանը, միգուցե սխալվում եմ, բայց հայտարարեց եւ նաեւ փաստերն է կար, որ նախկին իշխանությունների ժամանակ падգամավորը այդպես կնոջ հետ գնացել էր Եվրոպա սվինգեր փարթիի էին մասնակցել։ Արտուր սրանց ինչ ասում եմ, Արտուր, ես այնպիսի փաստեր ունեմ, այնպիսի ուղղակի ամոթա, որտեղ մեր թշնամիներն են նայում։ Ամոթա մենք գեներալի ինչ որ մի հատ անձնական կյանք դնենք, հրապարակենք ժամով, օրով, հյուրանոցով, մեքենայի համարով, ամեն ինչով, արա։ Սաղիթ ամեն ինչից տեղյակ ենք։ Այ ոչ լոտներ։ Տես Արամ, հիմա որ հայտարարում են մենք Ռուսաստանի հետ, Պուտինի հետ այլ հարաբերություններ ունենք, այլ ձև ենք մենք Ռուսաստանի հետ շփվում, հերու չեն գնում։ Քարոզիա պատերազմի ժամանակ հենց հայտարարեցին
մենք ռուսների մոտ մի հատ կրած տանկ ունեինք T90, մեզի չէին տալիս ռուսները, այ որ տային ավելի լավ կներ, Ռուսաստանը անից շպրտեց այդ տանկը, ասեց վերցրեք տենամ այդ T90-ը, որ վերցրեք, մի հատ էլ տենց բան եք անում ռուսաստանը, վերցրեք տենամ ինչ է, հիմա հայտարարում են, որ մենք ընտիր հարաբերությունների մեջ ենք եղել Ռուսաստանի հետ, հիմա ավիրում են դա։ Արտուր, դուք տեսաք, չէ, այդ Սերժի նամակը, որ հրապարակեցին Պուտինին գրված 2016 թվականին, այդ արխիվային փաստը թուղթեր, որը հրապարակվեց, դուք այդ նամակը, որ կարդում էիք, ինչ էիք հասկանում։ Շոն մոտ մուրացկան, մոտ ոչ լոտի գերած նամակ։ Բանը ձերընդ գիազանցություն, այսինքն սրանք այն աշճանի տերապկային եղել Արտուր, որ սրանք Պուտինի կոշիկ սրբողն են եղել 2 կոպեկի համար։ Մոռացել եք Լևոն Հայրապետյանին ինչ օրը գցեցին։ Լավ, այդ էլ հոյոց չի ասում, Լևոն Հայրապետյանը իրանց ընկերն էր մանկության, Ղարաբաղցի, Արցախցի։ Հելավ արավ աշխարհով մեկ, ասեց արա ամոթ է, ասեց Ռոբերտ, Սերժ ամոթ արա, ձեզ վաղը ժողովուրդը չի ներելու։ Դուս եք գալու փողոց չկարանաք առանց արխանիկների մանգակ։ Սամասուտ են անելու։ Այդքան այդ աստիճանի ագահ, ասեց պետք չի դնել։ Կերել եք, բայց թողեք թե ժողովուրդը ապրի։ Ինչ արեցին Լևոն Հայրապետյանի հետ Արտուր։ Գլխին սարքեցին այդ Ղարաբաղցի տականքները։ Մարդուն բերդում սպանեցին։ Ինչի համար, որտեղ իրանց նման չէր Արտուր։ Որտեղ իրանց նման վիժվածք չէր։ Մարդը իր հնարավորությունները ընդհակառակը մարդկանց էր օգնում։ Փող էր տալի, հարսանիք էր անում, կով էր առնում տալի, ներդրումներ էր անում։ Իսկ սրանք Արտուր, սրանք հակառակն է, սրանք հայ են կոտորը 30 տարի։ Դու հիշեք սրանց պահվածքը։ Սաշիկը մոռացել է։ Մենք հիշում ենք, չէ, ուսանող էինք այդ Անի հյուրանոցի առաջի հարգում գարի վերեր են գնում։ Այն Աբվյան փողոցում սրճարան կար, կհիշեք Մարկո Պոլո։ Լպիրշի պես sense մի 5 հատ եզ հետևից գցած, բարայ համբալ։ Հորդ գեզմանը զուքան են սարքեն ախնիներից։ Բա տենց գողական տղա ես հիմա բալը հել գնա քեզ ցույց տու արա։ Քեզ շամպես փախե Իսպանիա։ Թուլեքիդ հետ։ Տղան նարկոման է գրանցված։ Դուք պատկերացնում եք Արտուր։ Նախագահի աղբոր տղեն բան։ Բա նախագահի աղբոր տղեն խի բանակում չի ծառայ, իր հողնուջուրը չի գնացել պաշտպանի, հա, Սաշիկ, Սերժիկ։ Այդ Միշիկին տեսել եք դուք։ Ոնց որ նայում ես, ոնց որ գալու բոյալնի էդի։ Սերնա փոխը ինչ արի, ինչ որ պրոշա լցնում, ինչ անում։ Դուք զգում եք Արտուր մենք ինչի հետ գործում ենք։ Միքայել Մինասյան սարքել էին ինչ որ մի հատ, չգիտեմ, բաներ էին խոսում, որ ինքը վերահսկում է, դա ինքը կապել է իր Վատիկան, բան ասես։ Պարզվեց շարքային պրոստիտուտկա է, պրոշներ լցնող։ Սերը փոխած։ Որ ասում սրանց տան մեջ էքերն են որոշում, նա Միքայել Մինասյանը ասես պարզ օրինակ Արտուր։ Սա կնիկ է աշխատել Սերժի աղջկա մոտ 15-20 տարի։ Այսինքն դուք սրանցից ինչ որ մի բան եք սպասում, այն Սեյրան Օհանյանն ինչ այն Ռուզանի են Տրուսիկի ռեզին է։ Նախարար գեներալ։ Կանգնել ասում ես Ռուզաննա Գուրգենևնա, դոկտոր Ռուզաննա Գուրգենևնան եմ։ Սրանք այդ են Արտուր, սրանք ինչ ասես։ Պատկապ լուշնիկ ինչ որ մի հատ ասում եմ սրանց, եթե մի հայ տղամարդու տան մեջ պետք է էքը որոշի, կներեք արտադրությունս համար։ Ուրեմն ստե ворց չկա։ Բայց Քոչյանի ընտանիքին նայեք։ Ժելե արած են Գալուբոյն է, ինչն է այն Ղզօղլյանը ազգային ժողովում շպրտած։ Դեսած վիճակը նայեք։ Տաղում սեթրակին դատանում հարցում են, ասում են ծառայել ես, ասում այ, ասում դատավոր ասում որ թվական, ասում չեմ հիշում։ Ես երևի կնիկը մատ լենսիլա տվե հիշողությունը կորցրել է Սեդրակ Քոչյանը։ Արամ լավ օրինակ Սերժ Սարգսյանը ամեն շաբաթ Սերժի Սերժիկա էլի Արտուր երեք կոչենք իրենց անունը։ Ճեպազրույցներ է տալիս իր սիրելի վայրում հակակոռուպցիոն դատարանի դիմացը, որ ճեպազրույցներ է տալիս, անդրադառնում է իրադարձություններին եւ այնտեղ հայտարարում է, որ եթե եկեղեցին հայտարարությամբ հանդես գա իրան կպաշտպանեն եսի ինչ բան։ Լավ Սերժ Սարգսյանը մոռանում է իր եղբայրները ինչ քրեական գործերով են անցնում, իր եղբոր տղուն ինչպես էին ձերբակալել, իր եղբոր այդ նկարները դրած այդ կալոդներով դոլարները դրած։ Զենքը, նարկոտիկը մոռացել է։ Մարդը ուղիղ եթերում կանգնի խոսա, երբ իր ընտանիքը ամեն ինչի մեջ եղել է։ Իր գլխավորությամբ ինքը հենց բենզինի գործով այդ վարելիքի գործով բան դատին եմ ասում։ Արտուր էտիլի այդ վարելիքի գործը դա կապիկություն է։ Դուք հիմա նայեք 30 տարում ինչ են սրանք արել։ 30 տարում Արտուր։
Ու ինչ վերաբերում է Սերժիկին, ես չգիտեմ դրան ինչ ասեմ Արտուր։ Դա մեկ-մեկ որ լսում եմ իրան, ինձ թվում է ես Հայաստանում չեմ ապրել։ Այն աշճանի մարկանց ձեռն է առել, որ Շուտ հերենյուրը եկեղեցուցա խոսում, բա սպասում ենք, որ ինքնագլուխ բաներ չենք անում, սպասում ենք վեհապարը ինչ կասի։ Դու ինչ կարաս вообще անես, այ թզուկ։ Զարմանում ես Արտուր, դու Սերժ, դու ինչ կարաս անես։ Այսինքն ինչ պետք է անի, ՀՀԿ-ական պետք է տանի բարիկադներ սարքի, ինչ անի։ Ինչ պետք է, անգամ իրանց մոտ աշխատողը լրագրողները արդեն թողում դուս են գալի Արտուր։ Հենա ամեն օր տենում ենք, չեմ լրագրող գրում է, չեմ ուզում անձնական բաներին անդառնամ, սպասում եմ համագործակցության։ Այսինքն մենք 20 տարի ես մարկանց ասում ենք, արա ձեզ շամպես օգտագործում են, գցել են առաջիգից, դարել եք աշխարհի այն անեցքը ձեզ են տալի։ Այս մի ծառայեք սրանց։ Գրանցեք արժանապատիվ կյանքով ապրեք։ Վաղն էլ օր կա, մյուս օրն էլ կա։ Չէ Սերժիկ ինչից պետք է խոսա։ Դուք այդ ջրվեժի տունը տեսաք, չէ՞ դերա։ Այո։ Եվ մենք դրոնով նկարահանենք, թե դուք պատկերացնում եք Արտուր, սա մենք օրեր առաջ այն իր Ալկաշ աղբորը Բեյրութում որ լղջել էին, դրա հետ կապված գիտեք հրապարակում արեցինք, որ Ամարասի Արտուրը մեր կատ լեն չափալախ էր տվել եւ 3 նոր մեղադրանք առաջադրում Լևոն Սարգսյանին։ Մարդ, որը որ CIA-ի դեսպանն է եղել, Արտուր, duty free-ից վիսկի էր առնում, տանում էր ընդ այդ սկզբնական ժամանակները, հենց որ Սերժը չէր զավթը իշխանությունը, փող էր սարքում, ծախում էր։ Սրանց մակարդակը այդ էր։ Դուք պատկերացնում եք դեսպանը Արտուր, duty free-ից վիսկի խմիչք է առնում, տանում ծախում է Սիրիայում։ Դուք սրանց մակարդակը պատկերացնում եք, այն ձմերուկի ավտոքշող, այն Սաշիկը։ Հիմա դուք սրանցից ինչ եք սպասում Արտուր։ Տես Արամ նոր մեղադրանքում ասվում է, որ դեսպանի պաշտոնը զբաղեցրած ժամանակ Սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել։ Լյովա Սարգսյանին տրվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ապա խոչընդոտներ վերացնելու եղանակով Կարագուլյանն օժանդակել է Լյովա Սարգսյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ գույքի ծագման աղբյուրը եւ իրական պատկանելիությունը թաքցնելու խեղաթյուրելուն։ Արտուր, այդ էլ մենք չենք ասում։ Լյովա Սարգսյանը ինչի հասավ Արտուր, որպես դավաճան, որպես քութիկ Բեյրութի այդ հյուրանոցում առաջի հարգը այդ կաֆեում, ռեստորանում շպրտած ալկաշի պես թրև է գալի։ Այս վերջերս պատմին, ասում նենց խմե իրեկած կորեր, եկե չէին կարում տանեին։ Ասենք Սերժի թայֆեն այդ է, Քոչյանի թայֆեն այդ է Արտուր։ Մենք որ ասում ենք, օդից ենք ասում։ Դե մենք ասում ենք ձեր մեջ տղա չկա, արա։ Ձեր մեջ մի տղա ալներ կհեներ պատերազմի ժամանակ իր հողն ու ջուրը կպաշտպաներ։ Գնացը սելֆի էին անում։ Ֆորմիկը հակել էին Քոչյանը Սերժը, ասենք ծիծաղալու է Արտուր ուղղակի։ Ֆորմեն հակել նոյեմբեր բանին, սեպտեմբերի 28-ի այդ պատերազմի ժամանակ գնացել էին այդ ընդ այն բանի են Օգանովսկ այն քնձռոտի նատովքի հակացման գալիս տենց հա բանում մի հատ նկարեինք ցե Սերժը ճամփին կանած սիգարետը բերած ծխում է էլի գնացել է հող պաշտպանի ազդագրի։ Սրանք Արտուր ասում եմ 92-4 թվին Լեոնիդ Ազգալյան, Մոնթե Մելքոնյան, Սպիտակ Արչ, մնացած հերոսները կարվել են մարտնչել են հող են ազատագրել, հայնիկ են պաշտպանել, սրանք նկարվել են ընդ Արտուր։ Սերժը Քոչյանը Օգանովսկին մի բանում են առավել մեզնից եղել միշտ։ Իրանք վիդեոկամերա ունեին 92 թվին։ Էլի այդ ֆորմեկը հագնում էին, նկարվում էին, ընդ աուն էին թափում հայ ժողովուրդը, կոտորվում էր մի կերպ պատերազմ էին հաղթում, սրանք ինչով էին զբաղված։ Չտեսի պես այն ծծող այն ворթեր կա, որ ինչ տենա կծծի։ Այդտենց եկան վրա տվեցին պետական բյուջեի վրա։ Ինչ կար ծախին Արտուր։ Կերան։ Հերիք չի այդ ամեն ինչը այնքան անկուշտ են։ Հիմա էլ ասում են ախպեր հələ մի վարքյան։ Բա մեր բջերի հետ ինչ առնելու։ Բա մտ հեղափոխություն, իշխանափոխություն անենք, մտ հեղաշրջում անենք, այն Բագրատ կոչված վիժվածքինով էլ հանեք գցե քուչեքը, սպիտակ շոյերը հագցրել էին հնդիկի պես։ Մոռացել ենք Արտուր։ Տես մենք օրերս էլ տեսանք, որ Լևոն Քոչյանը հանդիպում էր ուսանողների հետ։ Ուսանողների փորձում էր ուղեղներ լվանալ։
ներկայացնել ինչ որ իրանց ընտանիքի ձեռնտու իրականություն։ Հիշեք, մենք ամիսներ առաջ Հայաստանում չենք, երբ այդ կադրերը տեսանք, անդրադարձանք, Քյավառում որ հաց ու պանիրով դիմավորում էին, ասենք ես մեկ-մեկ իմ մոտ տպավորություն որ օրինակ հայ ժողովրդի մեջ մի մաս կա, որ մազոխիստ է, հաճույք է ստանում, որ իրան բամփում են ամիսը մեկ, թալանում են, կեղեքում են։ Ես ուրիշ բան կասեմ Արտուր, Լևոնիկ Քոչյանի հետ կապված, մենք ինֆորմացիա ենք ստացել, որը որ ավելի ճշգրիտ, կոնկրետ, հասցեով, անունով, ազգանունով կհրապարակենք մոտորերս եւ պարբերաբար կհրապարակենք, մենք ստացել ենք տեղեկատվություն, որ Հայաստանի Հանրապետությունում բիզնես գործունեություն ծավալող մի շարք գործարարներ արդեն իսկ Լևոն Քոչյանի հետ պայմանավորվել են, որպեսզի ֆինանսական աջակցություն ցույց տան Քրջ Ռոբերտ Քոչյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Մեր վերջի ստացած ինֆորմացիան խոսքը գնում է $200,000 մասին։ Մենք այդ ՍՊ-ը, չգիտեմ ինչ ընկերություն է, սեփականատիրոջ անուն ազգանունով կհրապարակենք, թող պետական եկամուտների կոմիտեն համապատասխան միջոցներ ձեռնարկի, այլապես մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք բոլորի նկատմամբ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գործարարությամբ զբաղվող ոչ մի քաղաքացի իրավունք չունի նման լկտի վարքագիծ ցուցաբերի Արտուր։ Եվ այս վիժվածքները արդեն մի շարք գործարարների այդպես խաբել են, որ եկեք միացեք մեզ փող տվեք, օգնեք, մենք 2026-ին իշխանությունը վերցնելու ենք ու ձեզ էլ ամեն մեկից ինչ-որ մի այդպես իր համապատասխան ձևով շնորհակալությունը կհայտնենք։ Ուրեմն տիկնակ եւ պարոնայք, գործարար կլնեք, օլիգարխ կլնեք, ով ուզում է ալնեք։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Թուրքերը Ալիևի քութիկները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում եւ մենք այդ բոլոր փորձերը կանխելու ենք։ Բոմբ ենք սարքելու սրանց բոլորին։ Տես մեզ Արամ, բավական մեծ քանակությամբ հերոստատիտողներ արցախցիներ, հենց իրենք գրում են, որ Արցախը հենց վարի տվեցին այդ կլանները։ Իրենք խոստովանում են, այդ մարդիկ տեսել են, որովհետև մարդիկ ապրել են Արցախի մարզերում, գնացել են դրանցից օգնություն են ուզել, ասել են չկա, բայց միլիոնավոր դոլարներ դուրս են գրել բանկերից, թե 44-օրյա պատերազմից առաջ, ընդ ոսկու գրավով վարկերը ինչի արցախցիների հայտնվան բանկերում, որովհետև իրանք են ուղղորդել, տարեք դրեք, հենելա ոչ բոլորին, իրանց մտերիմներին, տարեք դրեք այդ ամեն ինչը։ Մեզ շատ հայ հեռուստադիտողներ են գրում, որ ինչպես են ստիպված Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ գործարարները թալանվել են ուղակի վերջի կոճակներն հանել են շորերներից եւ այդ ստիպված այդ մարդիկ լքել են Հայաստանի Հանրապետությունը։ Արտուր, ես այս կոնտեքստում նեություն եմ խնդրում, տեսեք, դուք նշեցիք, ես հենց նոր 1 ժամ առաջ խոսակցություն էի ունեցել մի ազնվորության հետ, որը որ պետքա վաղը կամ մյուս օր ինձ հետ հանդիպի, ավելի կոնկրետ նշի, ուրեմն 2012 թվականից գործարար կա Հայաստանում, ուղղակի ես դեռ գործին ծանոթ չեմ, մոտ օրերս կհրապարակեմ ավելի կոնկրետ, տեսեք, այս մարդը Սաշիկ Սարգսյանը վիժվածքը Խաչատրյան Գագիկի հետ այս մարդու գլխին սարքել են, քրեական գործ են հարուցել, փորձել են բիզնեսը խլեն, մինչև հիմա այդ գործը չի կարճվում Արտուր։ Երգում փոփոխություն ա եղել, արդեն 7 տարի է սրանք չկան, բայց իրենց կապերը օգտագործելով որոշակի այդ համակարգերում, այդ մարդու կյանքը մինչև հիմա ուտում են։ Այդ մարդը ասում է, ընկեր ջան, 10 տարի կյանքս կերել են, ինչ ունեմ, ուզում են ձեռիցս տանեն, խլեն, ընկել եմ դատերի մեջ, հիմա նույն բանը էլի շարունակվում է, չեն թողում հանգիստ ապրեմ աշխատեմ, այսինքն Արտուր ի՞նչն է ցավալի, որ քոչյանականների սերժական այս թայֆեն մենք ինչ ենք բացահայտել, չէ, որ որոշակի այդպես տեղեկատվական մեդիա տիրապետելով, ում որ պետքա գլխին սարքում են, ում որ պետք չի որ իմանան, որ իրանց հետ կապ ունեցող անձնավորություն է, սկսում են գրել Նիկոլ Փաշինյանի հետ է կապված, Աննա Հակոբյանի սրաներ է, բայց իրականում այդ մարդիկ փող են աշխատում, իրենց հետ փող կապացած մարդիկ են։ Ու տակից ֆինանսավորում են Քոչյանին ու Սերժին, այդ թափթփուկներին։ Մենք այս սխեման, այս կոռուպցիոն, այս համակարգը, այս բուրգը արդեն բացահայտել ենք Արտուր։ Ճանապարհին ենք կարելի ասել, վերջացնում ենք եւ նորից եմ նշում, անուն ազգանունով ամեն ինչով հրապարակելու ենք, որ այս վիճակը փոխվի։ Որտեվ իրականում Արտուր մի շարք գործարաններ կան Հայաստանում, որոնք որ ուզում են օրենքով, կարգով աշխատեն։ Բայց սրանք տարիներ շարունակ հետապնդել են այդ մարդկանց, ու մինչև օրս հետապնդում են։
Եվ գիտես ինչն է բան, որ անձնական նամակներով կամ հենց մեկնաբանություններով մեզ գրում են շատ շնորհակալություն են հայտնում մեր սիրելի հետևորդները եւ գրում են շնորհակալություն, որ դուք մեր հեռուստադիտողներ, մեր հայրենակիցների աչքերը բացում եք, մենք չենք ուզում տեսնել այդ կեղտերին Հայաստանի Հանրապետությունում եւ սակայն կան մարդիկ, ովքեր ինչպես դու ներկայացրեցի, ինչպես մազոխիստ կարծես մազոխիստներն եւ ասում են թող այս իշխանությունը չլինի, սրանք գնան, մենակ գա Ռոբերտ Քոչարյանը, թող ինքը լինի, ինչ ուզում է թող անի, մենակ ինքը գա, ես մեծ ցավ եմ ապրում։ Ինչպես կարելի ասենք ցանկանալ վերադառնալ այդ տարիները, ասենք նորից վերադառնալ այդ 90-ականները։ Որովհետեւ Արտուր այդ հարիվներին խափել են, ասեն դու կդառնաս Սյունիքի բդեշխը, այն լիսկա կարի շոր տենց երևույթ չէ, այն մեկին ասեն գիտես ինչ կա, դու ես գյուղի գյուղապետ կդառնաս, քեզ կտանք բանի Հայրուս Գազարտի կամ հիմա արդեն Գազպրոմա, Գազպրոմի տնօրենի տեղակալ, այն մեկի ասում են քերուտ հորքուրի աղջկա բաժնաղին կնշանակենք, չգիտեմ, քաղաքապետ, այսինքն այս մարկանց կուտը տալով խափելով այս հարիվներին մոլորեցնում են, որ իշխանությունը զավթեն հետ գան ու իրանց 5 գործով զբաղվեն։ Դե ինչպես 98-ի ընտրությունների ժամանակ, ասենք, երբ Ռոբերտ Քոչարյանը հավաստիացնում էր, ասում էր դու եղի Արաբկիրի շտաբի պետը, քեզ մշակույթի պալատը կտա։ Հավերժ քոնը կնի, մեկին մի հատ ուրիշ բաներ խոստանում, տենց փաստորեն իման նորից նույն սցենարը։ Նույն սխեման է, ոչինչ չի փոխվել։ Արտուր, սրանք դեբիլ, սրանք չզարգացող, սրանք դեգեներատ երևույթներ են, սրանք պրոգրեսը սրանց համար խորթ է։ Սրանք էվոլյուցիոն ճանապարհներ սրանց ես ուղղակի որ օրինակ Ռոբերտ Քոչարյանին ես որ նայում եմ դա շարժձևը խոսալը ես ակամայից հավատում եմ Դարվինի տեսությանը որ մարդիկ էվոլյուցիոն ճանապարհով կապիկներից են առաջացել որտեղ սա կապիկ է Սերժին դուք Սերժին համարում եք մա Սերժին ուշադիր նայեք Արտուր դեռ տես բայց Ռոբերտ Քոչարյանը ինչքան արհեստական բանականությունը հարցնում է այս դատական նիստի ինչքան կարա տևի Այ արհեստական բանականությունը լավ կներ որ պատասխաներ որ Հայաստանի Հանրապետությունում այդ վաղեմության ժամկետը պետք է ընդհանրապես դուրս գա օրենքից Ես Ռոբերտ Քոչարյանին Արտուր կխնդրեմ կհորդորեմ պարոն Քութիկին որ արհեստական բանականությունը հարցնի թե Սիուշոն երբ պետք է ամուսնանար Լևոնիկ Քոչարյանի հետ ամուսնությունից մի քանի ամիս առաջ Օսկան Վարդանի կնգա ձեռը բռնած հանրապետական հիվանդանոցում ինչ գործ ուներ Թոմատ Ռոբերտ Քոչարյանը արհեստական բանականությանը հարցնի թե Սիրուշոն գաղութում այդում մոտեր Սվիդանի գնացե մա թոլե այդ հարցը տա Արա մեր Սիրուշոյին անդրադառնալով մեր նախորդ տեսանյութից հետո իդեպ մենք հարցում ենք ուղարկե գնային այդ արծաթի կտորները ինչքանով են վաճառում այդ բոքսերը բազմա չի վաճառում եւ այո ֆարզում է որ մեր հայրենակիցները հենց իր տեսանյութի տակ այո մեկնաբանություն են գրում որ ամոթ է գոնե մի երևա գոնե վերադարձեք թալը ժողովրդի փողերը եք բաներ հիմա ստիպված արդեն զեղչեր է անում ակցիաներ է անում որ մի ձևի բան անի ակցիաներ մի արա Սիրուշո քույրիկ ես պատրաստ եմ ինչքան այնտեղ թանկարժեք իրանք վզնոց կամ ականջող ունեն եթե Ռոբերտ Քոչարյանը կկրի ես պատրաստ եմ գնեմ նվերտամ Ռոբերտ Քոչարյանին այդ ականջողը այդ զարդերը թո Քոչարյանը Բելայի հետ զարդարվի այն հայտնի այն Աֆրիկայի այն աբորիգիները որ կան ինչ կա գցում են վրեգները կան տենց Բելայի հետ Ռոբն ու Բելան 26 թվին ընտրությունների մասնակցեն գնան քվեարկելու այն որ լրագրող ասում է հանուն ինչ եք քվեարկել կարա ասի հանուն իմ բջերի ապագայի Արա պատկերացնում ես ինչ հետաքրքիր կոնտենտ կլինի տենց Քոչարյանը նստած այդ Սիրուշոյի advent կալենդարը բացում է տես մեջից հանում Ես Արտուր ես ապագայում հույս ունեմ որ Ռոբերտ Քոչարյանը մենք կհասնենք նրան որ վերնիսաժում Սիրուշոյի տես մի հատ փոքր դախել կտանք Սիրուշոյի հետ արծաթ բան կվաճառի տուրիստների վրա այդ է իրանց փեշակը Եվ իր ուրախություն արամ մեր սիրելի հետևորդներին պետք է ասեմ որ բավականին ապօրինի ճանապարհով ձեռք բերված թանկարժեք գույքեր հողին ուղակի կհավասարեցվեն կամ կպետականացվեն այս մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 11-ի կառավարության նիստում հրապարակեց ապամոնտաժման ենթակա գույքերի սեփականատերերի անունները Ես մի քանիսին ընդարձեմ Ռուբեն Հայրապետյանին պատկանող հայտնի Նեմես Ռուբենին այդպես ռեստորանային համալիրը, որը Սևանում է, կառուցված է 2.8 հեկտար տարածքի վրա եւ պետք է ապամոնտաժվի։ Աշկտ լույս Նեմես Ռուբո։ Պատկերացնես այդ հողատարածքի վարձակալության համար 1 քառակուսի դիմաց վճարվել է 37 դրամ Սևանում։ Դե մենք անպայման այդ քանդելու ժամանակ մեր համապատասխան տեխնիկական միջոցներով դրոներով կգնանք Արտուր մի հատ Սևանի ափին խորոված կանենք
ու կշնորհավորենք Ռուբեն Հայրապետյանին։ Իդեպ պետք է նշեմ, որ այստեղ ոչ միայն նախկինների տարածքները պետք է մոնտաժվեն, այլ նաև ներկա իշխանությունների, օրինակ նախկինների հետ օրենքը խախտածների ցանկում է նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, նրա շինությունները եւս ապամոնտաժման ենթակա են։ Եվ իդեպ Ռուբեն Հայրապետյանի ռեստորանային համալիրի դիմացի հակառակ ափին է գտնվում Վլադիմիր Գասպարյանի ամառանոցը, որը բավական մեծ եւ շքեղ է, 7400 քառակուսի մետր տարածքի վրա է, առանձնատունը մեջը նաև մատուռ է կա, իդեպ մինչև ապամոնտաժելը մենք անպայման նկարանումներ ենք իրականացնում։ Մենք այցելենք Վովոչկային, թող Արշակին զանգի պատրաստվի։ Սեյրան Նոհանյանի առանձնատունն է այնտեղ եւ շատ է ցանկը, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ կապ չունի թե նախկին է թե ներկա, ինչը բավականին ողջունելի է դատախազության կողմից։ Ես միշտ ասում եմ, որ վերջին տարիներին դատախազությունը սա պետքա 7 տարի առաջ արվեր։ Դեռ 2018 թվականից են իդեպ սկսել գործերը ուսումնասիրել եւ հիմա եկել է ժամանակը, որ պետք է քանդվեն արամ, ապամոնտաժվեն այդ տարածքները կամ հանձնվեն պետությանը, ինչը տարեմուտին բավականին Ես Արտուր օգտվելով առիթից շնորհավորում եմ հայ ժողովրդին, բայց սա բավարար չի։ Մենք միլիարդների մասին ենք բացահայտում խոսում։ Այդ մի երկու հատ տուն քանդելով հարց չի լուծվելու Արտուր։ Այսինքն մենք սպասում ենք, որ սրանք պետքա ունեզրկվեն։ Ինչ է նշանակում մեկ ինչ-որ լուրեր եմ լսում, որ ասում է առաջարկում են պետության հետ համաձայնություն կնքեն։ Ոչ մի համաձայնություն, թարանելա, կեղեքելա, պետք է բերի վերջի են կոպեկներ պետք է բերի հանձնի պետությանը։ Բայց նրանց դզի եղած է Արտուր։ Դուբայով, Ստամբուլով, չգիտեմ, հեսա Հունաստան ենք գնալու։ Բայց այդ եղածը ով է բերելու, որ իրանց լրբերի անունով են գրել։ Իրանք կապ չունեն։ Իդեպ արամ, ես տեղեկացնում, շուտով նաև դա կհրապարակենք, որ Միքայել Մինասյանի հետ երկար տարիներ տենց համագործակցած եւ փոխկապակցված քաղաքական գործիչ $2 միլիոն Միացյալ Նահանգներում է ձեռք բերել սեփականություն, այնտեղ հիմա շինարարություն է անում։ Մենք դրան եւս կանադառնանք Արտուր, Միքայել Մինասյանը եւս պատմության աղբանոցի համապատասխան հաճախորդ է եւ մենք սպասում ենք այնտեղ, որ տենց գցենք Սերժի ու Ռոբերտի հետ համատեղ այդ Զիբիլյանոցը Սովետաշինի, դրանց տեղը է դա։ Ես Արտուր նորից եմ նշում, սա բավարար չի եւ սա ուղղակի մի կաթիլ է այդ օվկիանոսի ծովի մեջ Արտուր։ Բժշկական կենտրոններ, ապահովագրական ընկերություններ, շենքեր, շինություններ, որ մեկը ասենք։ Մինչև հիմա պետությունը Toyota ընկերությունից բանա, մեքենա է ձեռք բերում։ Հələ գնացեք ասեք արա հոգնած, այ բոմժ, այդ քեզ ուր դուց այդ միլիոնները։ Լևոն Քոչյանը բանակից զորացրվել է իբր թե 20 տարեկանում դարել է մի քանի միլիարդ դրամանոց, միլիոնավոր դոլարների հասնող ընկերության փայատ էր Nair Insurance-ի։ Հիմա հարց է իմ մոտ առաջանում։ Կարող է Սիուշոնա վիզ դրե արտած ծախելով մինչև այդ կամ չգիտեմ ինչ ասեմ, էլի Ալիևի հարսանիքին է երկե 88 թվին 9 թվին դες փող են տվել։ Հիմա որտեվ դատական նիստեր կա, որ դուք այդ դատական նիստերի կաշառակենի տենակ ինչա կատարում, կհուզվեք Արտուր։ Շուտ մեկը բանա, ձիվանա բերում 92 թվի, ասում է $8000 եմ առել։ Հետո ծախել եմ այսքանով։ Այսինքն սրանք արդեն խարխարում են։ Չգիտեն էլ ինչ անեն, իրենց պատերով են տալի։ Եվ վերջերս Սիրուշոն նաև զարմացել էր, որ իր այդ ընկերությունը հայտնվել է խոշոր հարկատուների ցուցակում, կզարմանան, բա ինչ կանեն, 30 տարի ոչ մի բան չեն տվել, հիմա տենց վերջի մի քանի տարում ինչ որ մուծումներ են սկսել անել, բան տենց զարմանում են։ Մենք անակնկալ ունենք Տիկին Սիուշոին մենք անակնկալ ունենք, որովհետև մեզ դիմել է հայտնի այդ քանդակագործի դուստրը Բերբերյանը, որը որ պնդում է, որ հեղինակային իրավունքը գողացել է Սիուշոն, եւ մենք մեծ ռեպորտաժ ենք պատրաստելու եւ նաեւ ցուցահանդես եւ հայ ժողովուրդը արդեն մենք նկարներով փաստերով կներկայացնենք թե ով է Սիուշոն այդ ամեն ինչը զարթելով եւ Տիկին Բերբերյանի ժառանգությունը, գրքերը, իր հոր նմուշները եւ փաստերը թե իրականում ինչա տեղի ունեցել ուղղակի տարիներ շարունակ քանի որ իշխանություն զավթած է եղել Տիկին Բերբերյանը ուղղակի փակուղում է հայտնվել ոչ փաստաբաններն են օգնել
ոչ ԻԱՊ համակարգն է օգնել, ով նայելա գործը, ասել է գործ չունես սրանց հետ։ Բայց հատուցման պահը գալիս է տիկին Սիրուշո, դու պատրաստվի եւ խորհուրդ կտամ այն թուրք քութիկների հարսանիքին, որ գնացել ֆրֆռում Մոնակոյում վազվզում էր, իրան էր ճղում նկարվում, խորհուրդ կտամ այդ շագուրիկին իր թուրք կնգան, իրանց խավորին կոչանի, որ գան Երևան, որտեվ դաժան իրականության հետ են առերեսվելու Արտուր, երբ որ մենք ապացուցել ենք, թե սրանք ով են, սրանք ոնց կան քանդակագործ մարդ, որը որ իր երեխաներին այդ ժառանգությունը թողել է, մի մասն էլ մեր թանգարաններում այդ մատանիները, այդ ամեն ինչ, այդ գործերը, դա ուղղակի վերցնես ու քեզնով անես, ու դու պետքա դա վայելես, ուրիշի դժբախտության վրա քո երջանկությունը կառուցես, ոչ, տիկին Ռոբերտ Քոչարյան։ Ես ասել եմ, որ սրան յուբկա եմ հագցնելու։ Գցել եմ քուչեքը։ Արամ, եւ եթերի վերջում ուզում եմ անդրադառնալ մի կարևոր թեմայի, նախորդ անգամ էլ մենք անդրադարձանք, որ պատերազմ է պատրաստվում, էլի Սյունիքը հանձնելու են, բավականին լայնածավալ, եւ այդ եթերից հաջորդ օրը էլի հակակոռուպցիոն դատարանի Բաքվում որոշ ՀՀԿ-ականներ անդրադարձան այդ թեմային, որ այո, պատերազմը անխուսափելի է լինելու։ Եվ հիմա տաքսիստները տենց նստած այդ որոշ տաքսիստներ այդ թեզն են առաջ տանում, սակայն Ֆրանսիայից Էմանուել Մակրոնից հայտարարություն արտահոսք է տեղի ունեցել կարևոր փաստաթղթերի, խնդրեմ, եթե ունես տեղեկություն դա ներկայացնես։ Շնորհակալ եմ Արտուր, եւ ես նշեմ, որ ես նախորդ եթերում անդրադարձա մեր սիրելի հայրենակիցներին զգուշացրեցի Քոչարյանից, որ խոճապի չմատնվեն, որովհետեւ սա միտումնավոր Քոչարյանի կողմից հիբրիդային այսպես պատերազմի էլեմենտ է պարունակում։ Ռոբերտ Քոչարյանը հասկանալով, որ նա քաղաքական դիակ է, փորձում աղակի քութիկների միջոցով ինքը Սերժը նաև Իլհամ Ալիև հետ փոխկապակցված իրանց թայֆեն Մոսկվայի փորձում են անընդհատ ժողովրդի մեջ այդպես արտահոսքներ, ինչ-որ հրապարակումներ անեն ֆեյք էջերով, որ Սյունիքը վտանգված է, հեսա պատերազմը սկսվելու։ Այս հանրատեքստում ես ուզում եմ նշեմ, որ մենք գնում ենք հաստատուն դեպի խաղաղության ճանապարհով, Արտուր, մենք նշեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցանկացած սցենարի պատրաստ են եւ թող խոճապ չտարածեն այս քութիկները եւ նաեւ նշեմ, որ ցանկացած ռազմական գործողության դեպքում սիրելի հայրենակիցներ մենք տեսանք, որ սրանք չեն մասնակցում, սրանք ուղղակի գիտեք ինչ, սրանք ստրիպտիզ կարող են ուղղակի այդ պրոցեսների ժամանակ։ Ես այդ կոնտեքստում կոչ կանեմ Ռոբերտ Քոչարյանին իր թայֆի այդ Սերժիկի, Սաշիկի գնա եւ ստրիպտիզ բարի նրանց այդ արվեստն է, այդպես եթե կարելի է նշել, եւս մեկ անգամ նշում եմ, որ ամեն ինչ վերահսկողության ներքո է, մենք այսօր դինամիկ զարգացող տնտեսություն ունենք Արտուր, մենք այսօր գնում ենք դեպի ինտեգրվելու զարգացած այսպես աշխարհ արևմուտք եւ այս հանրատեքստում այս այտենց ֆեյքեր տարածողների այդ ոռնոցների հանրատեքստում մի շատ կարևոր ինֆորմացիա ես մեր հայրենակիցներին փոխանցեմ, որը որ նշեմ հրապարակման ենթակա չի եղել եւ չի հրապարակվել, բայց ես նշեմ, որ մոտ 2 շաբաթ առաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում քննարկում է տեղի ունեցել եւ այդ քննարկումից հետո Էմանուել Մակրոնին երբ զեկուցել են, թե Հայաստանի ներքաղաքական կյանքում Քոչարյան քութիկը Ալիևի այդպես խավորությամբ ինչ հիբրիդային պատերազմ է սկսվել եւ ինչպես է խոճապ փորձում տարածի, նշեմ, որ Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի հերոսազանգի ընթացքում, որը որ չի հրապարակվել, Էմանուել Մակրոնը նշել է, որ Ալիևին փոխանցեք, որ ներվերս քիչ ուտի, այլապես միջուկային զենք կտրամադրեմ Հայաստանին եւ թեման կփակվի։ Այսինքն ես ուզում եմ մեր հայրենակիցներին նշեմ, որ մենք այսօր ունենք իրական դաշնակիցներ, որոնք հարկ եղած ժամանակ կկիրառեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, սահմանները պահպանելու հանրատեքստում գերժանակակից ռազմամթերք եւ զինամթերք։ Եվ ես նշեմ, որ այսօր մենք եւս մեկ անգամ նշում եմ, որ ոչ մի խնդիր չունենք, մեր բանակը հաստատուն քայլերով Արտուր իր արժեվ դրած խնդիրը լուծում է, մենք ձեռք ենք բերում գերժանակակից զինտեխնիկա, ռազմամթերք, որի մասին ի տարբերություն Քոչարյանի ու Սերժի այնպես չեն հելնում հայտարարում, ոնց որ կհիշեք, չէ՞, մի հատ ծուռ ավտոմատ էին առնում, Սերժը Քոչարյանի հետ մնում էր Սիուշոնգար երգեր, երգեր այդ ավտոմատի մասին։ Այսինքն նորից եմ նշում, մենք այսօր գտնում ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետությունը իր արժեվ ծանրացած ցանկացած խնդիր
ընդունակ է լուծելու։ Պետք չի ինչ-որ պանիկա տարածել, պետք չի ինչ-որ հավատալ այս քութիկներին, մենք կառուցելու ենք հզոր անկախ պետություն եւ մենք այսօր գտնում ենք այդ ճանապարհին։ Իսկ այս նախկին ռեժիմի թափթփուկները Ռոբերտի Սերժիկի գլխավորությամբ թող սպասեն համապատասխան դատարանի վճիրներին, որովհետեւ նրանք եւս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնեմ հայտնվելու են Սովետաշենի աղբանոցում իրանց թուլեքի հետ միասին։ Շնորհակալություն Արամ քեզ, շնորհակալություն սիրելի հետևորդներ ձեզ, որ այս 50 րոպեից ավել անցկացրեցիք մեզ հետ։ Պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջինը, ինչպես նաև լայքեք եւ կիսվեք այս տեսանյութով, որպեսզի ձեր մտերիմներն տեսեն։ Ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։